Ոնց որ ինքը թակավորն էր այդ կոմերի, ես էլ չգիտեմ, ստրուկ էի, ծառայի էի, ով էր, իրան ինչ որ մի հատ համարձակվեցի դիտողություն անեմ։ Զբոսավար Վարդան Քոսակյանի ֆրանսիացի հյուրերը Սևանավանքից տպավորված են հեռացել ոչ միայն կապուտաչա գեղեցկուհու տեսարանով ու վանքի պատմությամբ, այլև տեղի վաճառականով։ Նրան հյութ վաճառող տղամարդն աչուձախ ճայթուկներ էր արձակում, իսկ զբոսավարի դիտողությանը բռունցքներով է պատասխանել։ Ինքը միանգամից մի հատ ուժեղ ապտակեց ինձ, չկարացի այնքան դիստանցիա պահեմ, որ այդ ապտակը չստանամ, դռները փակեցի, լոկ արեցի, որ չմոտենա, որտեվ իրան ինչ որ մեկը պահել էր, ինքը դրա այդ հայհոյախառը բան էր, փորձում էր հարձակվել իմ վրա։ Իջնելուց մեքենայիս ձեռքով խփեց, որ իր մոտով անցնում եմ։ Այնտեղ խոսքը գնում է մի 20 մետրի մասին, մոտեցա գլխավոր ճանապարհին, տուրիստները որ նստեն, մի հատ էլ քարով հարվածեց մեքենայիս։ Հասարակ դիտողությունից ծագած պատմությունը դարձել է քրեական գործի առիթ։ Քննչականը քրեական գործ է հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, ձերբակալված ու մեղադրյալ դեռ չկա։ Ու ինքը մոտեցել էր հայհոյանքներով, արդեն դանակը ձեռը, ոնց որ մի հատ չգիտեմ ում, բռնել ես իրան ինչ եմ արել։ Ֆրանսիացի ամուսինների հայաստանյան այցի վերջին կանգառը Սևանն էր, որտեղից նրանք ստիպված են եղել պարզապես փախչել։ Քոսակյանն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, առաջարկել են ներկայանալ, բայց բացատրել է չի ուզում էլ ավելի անհանգստացնել հյուրերին։ Հանդիպել են Սևանից դուրս Երևան տանող ավտոճանապարհին։ Մինչ պարեկներն արձանագրում էին միջադեպը, Երևան տանող ճանապարհին նրանց է մոտեցել մի ավտոմեքենա։ Միանգամից առանց ինչ որ բանի մոտեկացան ինձ մունաթով, բա ինչ ա եղել։ Ասացի, իսկ դուք ով եք, շատ կուլտուրական։ Միանգամից փոխվեց բանը, հո չէին ասելու, որ մենք ընդեղից ենք, եկել ենք, տենանք քեզ ճամփին բռնենք եւ այլն։ Ասացին, ուզում ենք տենանք քո տեխնիկական խնդիր չկա, ակհո չի ծակվել, ասի չէ, ամեն ինչ նորմալ է։ Զբոսավարը պատմում է, որ ոստիկանների ներկայությամբ անծանոթ տղամարդիկ հայհոյելու սպառնացել են իրեն, լուսանկարել մեքենայի համարանիշներն ու հեռացել։ Իրավապահները ըստ նրա որևէ կերպ չեն միջամտել։ Որ ես ասացի, ոչ մի բան չի եղել, կարանք ոստիկանների հետ մենակ մնանք, դա իրանց դուր չեկավ։ Այդտեղ էլի հայհոյանքներ ոստիկանի մոտ։ Այստեղ ես համարում եմ այս կետում, որ ոստիկանները թերացել են, որ նախ ինչի չեք մեծ ճշտում դրանք ովքեր են, իրանց թողում եք այդքան հնարավորություն եք տալի, ձեր մոտ մարդուն հայհոյեն ու սպառնան, իմ ավտոյի համարներն են նկարել ու գնացել։ Ինչպես այդ տղամարդիկ հայտնվեցին ավտոճանապարհին, ով նրանց հայտնեց իրենց գտնվելու վայրի մասին։ Զբոսավարը եզրահանգում է կամ համակարգում ծանոթներ ունեն, նրանցից են ճշտել, կամ էլ պարզապես տեսան ճանապարհին կայանված ավտոմեքենաները մոտեցան։ Ոստիկանական բաժանմունքում ցուցմունք գրելուց հետո արդեն Քոսակյանը հյուրերին ապահով հասցրել է Երևան։ Այդտեղ իմ համար ավելի փոքր հարց է այն թե այդ երկրորդ խումբը մոտիկացել է, ոնց են իրենց ոստիկանները պահել, քան մի գլոբալ հարց կա, ինչի են ոստիկանները, որ իմ կարծիքով դա ոստիկանների անելիքն է, թողել, որ իրանց տարածաշրջանում նման հանցագործներ աճեն։ Ինչ որ մեկը չի կարա իմ այդ վիճի, որ դա ոստիկանների գործը չի։ Տուրիստներին հազարամյա Հայաստանի հետ ծանոթացնող զբոսավարը նկատում է ամեն անգամ մի արատավոր երևույթի է բախվում։ Ամենակարևոր պատմամշակութային հուշարձանների մոտ ամենամինիմում բանը ձեզ ասեմ, բայց իրականում դա մաքսիմում բան է, տիրում է կատարյալ խոզություն։ Հազարավոր ծխախոտի մնացորդներ են գցած ու ես համոզված եմ ոչ մեկ դրա մասին պատկան մարմիններից չի մտածում։ Երկրորդը ընդեղի առևտրականների մոտեցումը տուրիստներին հատելությամբ լցված, եթե իրանցից բան չես առնում, ուրեմն դու չգիտեմ ով ես, գիդերի հանդեպ։ Երկար տարիներ Հայաստանի մշակույթի մասին օտարներին պատմող Վարդան Քոսակյանը ոստիկանության բացթողումն է համարում տեղի ունեցածը, կարծում է նման վայրերում հսկողության կարիք կա, ոստիկանությունը թող պատշաճ ձևով իր գործն անի, ասում է։ Ես չեմ ասում կառավարեք, որ աժդահագից հրաբուխ դուրս չգա մի օր։ Ընդհանրապես պահանջում եմ ու խնդրում եմ, որ կառավարեն ըտեի եղած մարդկանց տենան ինչ է կատարվում, որպեսզի վաղը մյուս օր էլ ավելի մեծ տրագեդիա չլինի։ Չնայած տհաճ միջադեպին ֆրանսիացի ամուսինները Հայաստանից մեծամասնագոհու տպավորված են հեռացել։ Տվյալ դեպքերը չի կարա նստված չտա, դա ոտ տրորել չի կամ համեղ բան ուտել չի ռեստորանում, դա լուրջ դեպք է։ Ֆրանսիացի ամուսիններին այսօր հայրենիք ճանապարհած Քոսակյանն այժմ քրեական գործով տուժող է ճանաչվել։ Մինչ քննիչները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը, ներքին գործերի նախարարությունում համաձայն չեն, թե պարեկները հանգործություն են դրսևորել։ Ազատությանը հայտնում են, ոստիկանները պատշաճ ընթացք են տվել զբոսավարի բողոքին եւ որևէ թերացում թույլ չեն տվել, գործել են օրենքի սահմաններում։